Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի մեկնելու Մոսկվա բանակցությունների համար։ Անկասկած անհնար է, որ ես Մոսկվայում հանդիպեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է նա լրագրողների հարցերին պատասխանելիս։ Իրանն ունի բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ եւ հրաժարվելու իր միջուկային մշակումներից, հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը։ ԱՄՆ զինվորականները նրանց տալիս են բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու համար։ Իրանը չպետք է ձգտի միջուկային կարողությունների, ասել է Հեքսեթը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա կաբինետի անդամների միջև հանդիպման ժամանակ։ Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպային տեղափոխում 5-րդ սերնդի F-35A կործանիչներ։ Նրանց տեղակայման կոնկրետ վայրը առայժմ հայտնի չէ, հայտնում է Warzone պորտալը, հղում կատարելով բաց աղբյուրներից ստացված տվյալներին։ Կան ակնհայտ վկայություններ այն մասին, որ ԱՄՆ-ի առաջին F-35A կործանիչները կարող են ուղարկվել Մերձավոր Արևելք։ Կործանիչները գտնվում էին Պուերտո Ռիկոյում։ Ըստ հաղորդագրության այդ կործանիչներից մի քանիսը վայրեջք են կատարել Պորտուգալիայի Լաժիշ ավիաբազայում, նշվում է պորտալի հրապարակման մեջ։ Անցյալ շաբաթ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը առաջ է քաշել այն գաղափարը, ըստ որի Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող էին համաձայնել միմյանց էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների ժամանակավոր դադարեցման շուրջ, որպես լարվածության նվազեցմանն ուղղված քայլ։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին եւ բանակցություններին մասնակցած բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյային։ Նրանք նշել են, որ սա ԱՄՆ պատվիրակության գաղափարն է, ըստ որի Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է համաձայնեն ժամանակավորապես դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածները, որպես լարված բանակցությունների ֆոնին իրավիճակի ապա էսկալացիային միտված քայլ, նշվում է պարբերականի հաղորդման մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ չի լինի ռազմական ուժ կիրառել Իրանի նկատմամբ։ Իմ նախագահության առաջին ժամկետի ընթացքում ես վերակառուցել եմ զինված ուժերը, եւ այժմ մեր ուժերի մի խումբ ուղևորվում է մի վայր, որը կոչվում է Իրան, եւ հուսանք մեզ հարկ չի լինի դրանք կիրառել, հայտնել է ԱՄՆ առաջնորդը։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կարժանանա ամենաաղետաբեր եւ անմիջական պատասխանին, ներառյալ հարվածներ ամերիկյան ռազմակայանների եւ ռազմածովային ուժերի դեմ։ Իրանի զինված ուժերը նշել են, որ ԱՄՆ ավիացիան եւ նավատորմը գտնվում են իրանական հրթիռների հասանելիության գոտում, իսկ հնարավոր հակահարվածը դիտարկվում է որպես ինքնապաշտպանություն։ Այս ֆոնին Ռուսաստանը եւ մի շարք տարածաշրջանային երկրներ կոչ են անում Վաշինգտոնին եւ Թեհրանին վերադառնալ բանակցություններին, կանխելու լայնածավալ էսկալացիան, որի ռիսկերը կարող են հարվածել թե տարածաշրջանային, թե գլոբալ անվտանգությանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Բերլինը սկսել է նախնական քննարկումներ եվրոպական գործընկերների հետ համատեղ միջուկային զսպման հնարավորության շուրջ, անվտանգության աճող անորոշության պայմաններում։ Նա ընդգծել է, որ Գերմանիան չի ձգտում սեփական միջուկային զենք ունենալ եւ շարունակում է պահպանել միջազգային պարտավորությունները, սակայն չի բացառում քաղաքական եւ ռազմավարական երկխոսությունը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Քննարկումները դեռ տեսական փուլում են, իսկ Գերմանիան շարունակում է իր անվտանգության հիմքը համարել ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի միջուկային երաշխիքները, միաժամանակ արձագանքելով Վաշինգտոնի երկարաժամկետ դերի շուրջ եվրոպական աճող մտահոգություններին։ Եվրոպական միության անդամ 27 երկիր հավանություն է տվել ԵՄ խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է հունվարի 28-ին Եվրոպական խորհրդի նիստում։ 2025 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։ Հայաստանը 2024 թվականի հուլիսին խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ 2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել էր Հայաստանի խաղաղության եվրոպական հիմնադրամից
20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան արգելափակել էր այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա խաղաղության եվրոպական հիմնադրամից, բայց նույնչափ աջակցություն էլ ըստ Սիյարտոյի պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Փետրվարի 1-ին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին։ Պատարագի ավարտին կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։ Կրեմլի արտաքին քաղաքականության խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ այն հարցը, թե ով որ տարածքն է ստանալու, միականգուցային խնդիրը չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավոր ավարտի շուրջ համաձայնության ճանապարհին։ Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական ուժերը դուրս գան Դոնեցկի շրջանի այն մոտ 20%-ից, որը դեռ ռուսական բանակի վերահսկողության տակ չէ։ Կիևը իր հերթին հայտարարում է, որ չի ցանկանում Մոսկվային անվճար նվիրել այն տարածքները, որոնք դեռ չի նվաճել մարտադաշտում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ակտիվ աշխատանք է տարվում այդ հարցի լուծման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ տարածքային տարաձայնությունը դեռևս մնում է մի քանի դժվարին խնդիրներից մեկը։ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի Իսլամական Հանրապետությանը նոր հարվածներ հասցնելու ծրագրերը։ Նա կոչ է արել վերջինիս չսկսել նոր պատերազմ Մերձավոր Արևելքում։ Եթե խոսքը հարվածների մասին է, ես չեմ կարծում, որ այս տարածաշրջանին անհրաժեշտ է եւս մեկ պատերազմ, նշել է քաղաքական գործիչը։ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Եվրամիությունը պատրաստ չէ խաղաղությանն Ուկրաինայում եւ ցանկանում է շարունակել մարտերը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այսօր առաջին անգամ բացահայտ խոստովանություն արվեց, որ Բրյուսելը եւ Եվրամիության երկրների զգալի մասը ցանկանում են պատերազմ եւ մերժում են խաղաղությունը։ Մի քանի ելույթ ունեցողներ ասացին, որ Եվրամիությունը պատրաստ չէ խաղաղության, նշել է հունգարացի քաղաքական գործիչը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը, եթե այն տեղի ունենա, կարող է լինել միայն Մոսկվայում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս հստակեցրել է, որ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպում, ապա պետք է գա Ռուսաստանի մայրաքաղաք։ Կիևը դեռ չի արձագանքել այս առաջարկին։ Ռուսաստանը ներկայումս խոսում է Մոսկվայի, այլ ոչ թե Արաբական Միացյալ Էմիրությունների մասին, որպես Զելենսկու հետ հանդիպման վայր, ասել է Պեսկովը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը անընդունելի է Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Բազմիցս ասվել եւ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է հիշեցրել, որ Վոլոդիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը նույնիսկ 60 օրով եւ ցանկալի է ավելի երկար, մեզ համար անընդունելի է, ասել է նախարարը։ Վերջինս նշել է, որ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու նախորդ բոլոր փորձերը ավարտվել են նրանով, որ ցանկացած հրադադար անմիջապես օգտագործվել է Կիևին նոր զենք մատակարարելու եւ Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար շնչելու հնարավորություն տալու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչու հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանից հայտարարել են, թույլ չեն տա իրենց տարածքը օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Ըստ Ադրբեջանի, տարածաշրջանում աճող լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բայրամովի խոսքով, Ադրբեջանը հետևողականորեն ընդգծում է բոլոր կողմերի համար ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը այն քայլերից եւ հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Իրանում եւ նրա շուրջ իրավիճակի ապակայունացմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անձամբ խնդրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հարվածներ չհասցնել Կիևին։ Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին այս անսովոր ցուրտ եղանակի ժամանակ մեկ շաբաթ հարվածներ չհասցնել Կիևին եւ այլ քաղաքներին, եւ նա համաձայնեց դա անել։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ շատ հաճելի է, ասել է նախագահը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 65+ տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օժտված լինելու վիճակագրությանը, ներկայացնելով թե թվերն ինչ են արտացոլում։ Նա նշել է, որ 65+ տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4 միլիարդ դրամից ավելի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ 65+ տարիքի 57 թոշակառու առողջության ապահովագրության համակարգի միջոցով օգտվել է 4 միլիոն դրամ եւ ավել արժեցող առողջապահական ծառայություններ։ Դրանք կարող են տարբեր ծառայություններ լինել, վիրահատություն եւ այլն եւ այլն։ 158 թոշակառու 65+ տարիքի օգտվել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ առողջապահական ծառայություններից։ 802 65+ թոշակառու օգտվել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ արժեցող առողջապահական ծառայությունից առողջության ապահովագրության համակարգի միջոցով, որի համար թոշակառուն ոչինչ չի վճարում։ Վճարումները կատարվում են պետական բյուջեից։ 500,000 դրամից մինչև 1 միլիոն դրամ առողջապահական ծառայություններ է ստացել 1208 65+ տարիքի թոշակառու։ 6558 թոշակառու ստացել է 100,000 դրամից մինչև 500,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ 2481 թոշակառու ստացել է 50,000-ից 100,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ Եվ 38809 թոշակառու ստացել է մինչև 50,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ Ընդհանուր առմամբ 3 երեկոյան դրությամբ 2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության ապահովագրության համակարգից օգտվել է 50,073 65+ տարիքի թոշակառու եւ ստացել է 4 միլիարդ 924 միլիոն 110,310 դրամի առողջապահական ծառայություն։ Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր եւ ինչպես կարող են 2026 թվականին հետ ստանալ ԽՍՀՄ ԽՆԱԻ բանկի ավանդները մանրամասներ է ներկայացրել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, պարզաբանելով կառավարության նոր որոշումը ԽՍՀՄ ԽՆԱԻ բանկում ներդրված ավանդների վերադարձի ծրագրի մասին։ Մենք այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը եւ վերադարձնելու ենք մինչեւ 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները նույն բանաձևերով, ինչ որ գործում էին նախկինում, դա մոտավորապես 5000-6000 քաղաքացու է վերաբերում։ Դրանք ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով դիմել մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ունենալով իհարկե նաև սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ, ավանդատուի խնայողական գրքույկը, եթե այն կա, տեղեկանք ՎՏԲ Հայաստան ՓԲ-ից ավանդատուի բանկային հաշվի քարտում մինչև 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ տվյալների մասին եւ եթե կան այլ փաստաթղթեր, նաև դրանք ուզում եմ այսքանը ձեզ տեղյակ պահել, որ ծրագիրը շարունակվում է եւ մենք միանգամից 2 տարով ենք երկարացրել այդ ժամկետը, թե ում ենք վերադարձնելու։ Ազիմուտ ավիաընկերության Կրասնոդարից Երևան չվերթը չեղարկվել է։ Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից տվյալներ են հրապարակվել։ Ավիաընկերության օդանավը պետք է Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրեջք կատարեր, Երևանի ժամանակով 13:45-ին չեղարկման պատճառը հայտնի չէ։ Օդանավակայանից հայտնել են, որ չեղարկման եւ ուշացումների պատճառը եղանակային պայմանները չեն։ Կրասնոդարի մերձակայքում դրոնի բեկորները հարվածել էին բնակելի տներին, 4 առանձնատուներ վնասվել։ Ենթադրվում է, որ Կրասնոդարից Երևան չվերթի չեղարկման պատճառը ստեղծված իրավիճակն է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարում հայկական էներգահամակարգերի միացումն ադրբեջանականի եւ թուրքականի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին նա հայտնել է այսօրվա ասուլիսում։ Նրա խոսքով միասնական էներգետիկ տարածքի ստեղծումը տարածաշրջանը կվերածի միջազգային հզոր արտահանողի, սա նաեւ կդառնա նոր անվտանգության ճարտարապետության հիմքը, ավելացրել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ունեն ավելորդ էներգետիկ հզորություն։ Սա նրա կարծիքով հող է նախապատրաստում փոխշահավետ համագործակցության համար։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 29-ին շարունակվել է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի եւ շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստը։ Պայքարի աջակիցները շարֆերով ողջունել են 18 արդարներին։ Ստրասբուրգ այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի հետ։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպոլոսին արդյունավետ համագործակցության համար եւ հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ։ Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին։ Նա Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում։ Արշակ arczepiskopos Խաչատրյանի տեսակցությունները սահմանափակված են միայն մերձավոր ազգականների եւ փաստաբանի հետ է թույլ տրված տեսակցություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլենիկովը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Դիվանագետի խոսքով, նույնիսկ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը ավարտվի, Ռուսաստանը կմնա ամենաէական եւ անմիջական անվտանգության սպառնալիքը ՆԱՏՕ-ի բոլոր դոկտրինալ փաստաթղթերում։ Դրա հիման վրա ՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը, ավելացնելով ռազմական ծախսերը, զարգացնելով իր կարողությունները մեր սահմանների երկայնքով եւ տեղակայելով նոր առաքելություններ եւ գործողություններ Արևելյան Եվրոպայում, հայտնել է Մասլենիկովը։ Սլավյանսկի եւ Կրամատորսկի Ռուսաստանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ուկրաինայի զինված ուժերը կբախվեն Դոնբասի ճակատի փլուզմանը։ Այս մասին Sky News-ին հայտնել է բրիտանացի ռազմական փորձագետ եւ վերլուծաբան Քլարկը։ Նրա խոսքով այս քաղաքները կարևոր դեր են խաղում Ուկրաինայի զինված ուժերի համար Դոնբասի իրենց կողմից վերահսկվող հատվածը պահպանելու գործում։ Նրանց կորուստը կհանգեցնի ճակատի փլուզմանը։ Եթե Սլավյանսկն ու Կրամատորսկը ընկնեն, մնացածը կհետևեն դրան։ Սլավյանսկը պատմականորեն եւ քաղաքականապես շատ կարեւոր է, քանի որ ուկրաինացիները այն վերանվաճեցին 2014 թվականին, ասել է փորձագետը։ Չինաստանը կոչ է անում Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին խստորեն հետևել 3 սկզբունքների՝ իրավիճակը սառեցնելու եւ լարվածության բարձրացումը կանխելու նպատակով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ Չինական կողմը անփոփոխ կերպով կոչ է անում բոլոր կողմերին պահպանել 3 սկզբունքները։ Մարտի դաշտը չպետք է ընդլայնվի, մարտական գործողությունները չպետք է սրվեն, իսկ կողմերը չպետք է վառեն հակամարտության կրակը, ասել է ներկայացուցիչը։ Կան սահմանափակումներ այն զիջումների համար, որոնց պատրաստ է գնալ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին խաղաղության բանակցությունների ընթացքում, քանի որ ցանկանում է պատմության մեջ մտնել որպես Ուկրաինան փրկած նախագահ։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն։ Փորձագետը զգուշավոր լավատեսություն է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ։ Նրա խոսքով տարբեր տեխնիկական ասպեկտների քննարկման փաստն ինքնին դրական զարգացում է։ Նա նաև հիշեցրել է, որ 1 տարի առաջ մեծ հույսեր կային, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգնի վերջ դնել հակամարտությանը, բայց այժմ այդ հույսերը մարել են։ Քաղաքագետը նշել է, որ կան նաև սահմանափակումներ այն զիջումների համար, որոնց պատրաստ է գնալ Ուկրաինայի առաջնորդը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է լիարժեք ներգրաված լինեն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործընթացում։ Մենք քննարկել ենք անցած շաբաթ Աբու Դաբիում սկսված բանակցությունների ընթացքը եւ եկել ենք այն եզրակացության, որ եվրոպացիները պետք է ամբողջությամբ մասնակցեն այն հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում են իրենց, հայտնել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նա ընդգծել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Մակրոնը նշել է նաև, որ Ֆրանսիան եվրոպական մակարդակով կշարունակի աշխատել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ, նպատակ ունենալով հակազդել այսպես կոչված ստվերային նավատորմին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացառել են ՆԱՏՕ-ի զուգահեռ եվրոպական բանակ ստեղծելու հնարավորությունը։ Եվրոպական յուրաքանչյուր երկիր արդեն ունի իր բանակը, իսկ Եվրամիության 23 երկրներ նաև ՆԱՏՕ-ի անդամ են, ուստի չեն կարող պատկերացնել, որ նրանք կստեղծեն եւս մեկ առանձին եվրոպական բանակ։ Հայտարարել է Կալասը Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս, պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին այն հնարավորության վերաբերյալ, որ եվրոպական բանակի կորիզը կարող են կազմել Ուկրաինայի զինված ուժերը։ Զինված ուժերը պետք է ունենան հստակ հրամանատարական կառուցվածք, ով է ենթարկվում։ Եթե սկսենք ստեղծել զուգահեռ կառույցներ, դա միայն կխճճի ընդհանուր պատկերը, ընդգծել է Կալասը։ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելվել է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպությանը եւ այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ կատարել առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Այնուհետև հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է պարտաբանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշումը, որը հունվարի 19-ին արձեռն հանձնվել է Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի դիվանատուն։ Մինչդեռ նման պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են դատական ակտը չկատարելու եւ այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, հունվարի 29-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային եւ ապացուցողական գործողություններ։ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ լուրջ կորուստներ կբերի Միացյալ Նահանգներին, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Հաբիբոլլահ Սայարին։ Մենք ունենք թշնամուն վնաս հասցնելու կարողություն եւ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած սադրանք լուրջ կորուստներ կբերի, ասել է Սայարին։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը մերձավոր արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ քաղաքական կարգը։ Ամերիկացի ֆիզիկոս Հարվարդի նախկին պրոֆեսոր Մայքլ Գիլենը պնդում է, որ գտել է աստվածաշնչյան դրախտի տեղը։ Նրա կարծիքով այնտեղ անցյալ, ներկա եւ ապագա չկա։ Գիլենը նշել է, որ այս երևույթը համապատասխանում է աստվածաշնչում նկարագրված դրախտին։ Այնուամենայնիվ աստղագետների մեծ մասը այլ կարծիքի է։ Նրանք պնդում են, որ դիտարկելի տիեզերքից անդին շարունակվում է տիեզերքը, որը մենք չենք կարող տեսնել լույսի սահմանափակ արագության պատճառով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում 8-ից 9 ռազմական բազաներում տեղակայված է 30-ից 40 հազար ամերիկացի զինվոր։ Տարածաշրջանում մեր ներկայության վերաբերյալ ուզում եմ սահմանել հիմնական մեկնարկային կետը։ Տարածաշրջանում 8-ից 9 օբյեկտներում տեղակայված է 30-ից 40 հազար ամերիկացի զինվոր, ասել է Ռուբիոն։ Նրա խոսքով Վաշինգտոնը տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա հարձակման սպառնալիքը համարում է իրական եւ հետեւաբար իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարված հասցնել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից սպասվող հարձակման մասին։
Եթե Իրանը չկնքի միջուկային համաձայնագիրը կբախվի ավելի վատ հարձակման, սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա զգուշացրել է, որ USS Abraham Lincoln-ի գլխավորած հսկայական նավատորմը շարժվում է դեպի հանրապետություն։ Հուսանք, որ Իրանը արագ կնստի սեղանի շուրջ բանակցությունների համար եւ կհասնի արդար ու հավասար համաձայնագրի, առանց միջուկային զենքի։ Դրանից կշահեն բոլոր կողմերը, ասել է Սպիտակ տան նախագահը։ Ամերիկացի առաջնորդը զգուշացրել է, որ ժամանակը սպառվում է եւ կոչ է արել Թեհրանին համաձայնագիր կնքել։ Դեռ վաղ է խոսել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների արդյունքների մասին, ամեն ինչ կախված է Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մալեք Դուդակովը։ Նրա խոսքով աշխատանքը ընթանում է բառացիորեն մեր աչքի առաջ եւ դատելով արտահոսած հաղորդագրություններից, ամեն ինչ կախված է Ուկրաինայի դժկամությունից, իր զորքերը Դոնբասի Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող մասից դուրս բերելու հարցում։ Կիևը փորձում է բանակցել ԱՄՆ-ից պահանջելով անվտանգության երաշխիքներ եւ պատերազմից հետո ներդրումներ, որոնք Վաշինգտոնը չունի, ընդգծել է փորձագետը։ Բոլորի համար, հատկապես ամերիկացիների, ակնհայտ է, որ պայմանները չափազանց բարձր են, ինչը նշանակում է, որ ուկրաինացիները չափազանց շատ բան են պահանջում։ Ահա թե ինչու ամերիկացիները չեն համաձայնվել որևէ հստակ համաձայնագրի ուկրաինացիների հետ եւ փորձում են ձգձգել բանակցային գործընթացը, ասել է Դուդակովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է կազմակերպել եռակողմ բարձր մակարդակի հանդիպում Իրանի մասնակցությամբ։ Ըստ տեղեկությունների, Թրամփը դիտարկում է Իրանի նկատմամբ հզոր հարվածներ հասցնելու հնարավորությունը այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել։ Վերջին հեռախոսազրույցի հիմնական թեման Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի միջև եղել է Իրանը։ Էրդողանը կրկին ներկայացրել է Անկարայի դիրքորոշումը եւ առաջարկել է քննարկել այս հարցը բանակցային սեղանի շուրջ։ Նախագահը ԱՄՆ-ին եւ Իրանին հորդորել է կազմակերպել եռակողմ բարձր մակարդակի հանդիպում Թուրքիայի մասնակցությամբ, որը կարող է անցկացվել հեռավար կոնֆերանսի ձևաչափով։ Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել։ Այս մասին կառավարության նիստից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանին պատգամավորի թեկնածություն գրկելուն։ Պարոն Սարգսյանին ԿՊ-ում ամիսներ առաջ խիստ նկատողություն է արվել։ Նա ունեցել է կոնկրետ պատճառ։ Դրան հետևում են իրավական ընթացակարգեր։ Սա ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն անգամ իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները, այդ թվում կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու, ասել է Փաշինյանը։ Ապա անդրադառնալով Եվրամեդիա 24-ի լրագրողի այն դիտարկմանը, թե այսօր Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում հայտարարել է, որ թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, թրիփը մեր ամենամեծ սպառնալիքն է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը, դրանով Իրանի մտահոգություններն էլ կփարատվեն։ ԱՄՆ-ն այս ծրագրում զրոտնտեսական շահ ունի, միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ն փորձում է վերցնել վերահսկողության տակ։ Հարցին, թե ինչպես է ինքը գնահատում թրիփի շուրջ այս գնահատականներն ու մտահոգությունները, Փաշինյանը պատասխանել է։ Կարծում եմ պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնել։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունվարի 30-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաեւ Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 30-ի գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 30-ից 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-ից 3-ին սպասվում է ձյուն, հունվարի 30-ից 31-ին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 3-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավ-արևմտյան 3-ից 5 մետր վարկյան, հունվարի 30-ից 31-ին, փետրվարի 1-ից 3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից 31-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։